Բարի օր Mountain High Farms-ից, Ջրաղացի ձոր Դիլիջան ազգային պարկ Տավուշ 2025 թվականի հոկտեմբերի 16-ն է և մեր սև անգուսների մայրամանկականը այս վիճակում կտրուկ լանջի վրա և որը կես արդեն անցել է ժամը 3-4-ն է լինում և ակտիվ արոտի մեջ և լանջերում այսօր պատմելու եմ մեր սև անգուսների հատկապես մայրամանկականի, քանի որ այստեղ ենք իրավիճակի և առաջխաղացման և ձմեռացման նախապատրաստության մասին, մինչև այդ խնդրում եմ բաժանորդագրվել մեր առիքին, խնդրում եմ տարածել և հավանել մեր վիդեոները, նաև այս տեսանյութի տակ այցելեք մեր կայքեջ, որտեղ հատկապես հոդվածներ բաժնում, մեդիա հոդվածներ, կգտնեք լավ օգտակար հոդվածներ, հույսով եմ, ինչպես նաև կարող եք տեսնել, թե ոչ միայն առցանց, այլ նաև որտեղ է վաճառում մեր աճեցրած բարձրակարգ միսը։ Եվ այսպես հոկտեմբերի կեսն արդեն անցել է, մենք գտնվում ենք և օրացույցային և սեզոնային աշնան խորքում, այսպես ասած, և չեմ կարծում, որ ձմեռը, կամ հուսով եմ, որ ձմեռը այդքան էլ շուտ չի գա, ձմեռ նկատի ունեմ հիմնականում միայն ինչ վերաբերում է ձյանը, մեր համար ձմեռը դա ձյունն է, բայց ամեն դեպքում այս տարի եղել են անակնկալներ մեզ համար և ոչ միայն մեզ համար, կարծում եմ ամբողջ տարածաշրջանի համար, ֆերմերների համար եղել է մի հատ մեծ անակնկալ, անսովոր երկարատև և չոր և խորը և դաժան երաշտ և հատկապես այդ հաշվի առնելով այդ անսովոր երևույթը, որը կապված է եղել մեր հիմնականում արոտային տարածքների կորստի հետ, ուզում եմ նաև բացատրել, թե ինչպես է կոմպենսացնում մեզ բնությունը և ինչպես է հիմա բնությունը մեր հետ աշխատում և կարծեմ դա շատ լավ առիթ է, պետք է ասեմ ուղղակի, որ ես գտնվում եմ հիմա մեր հեռագնա արոտների ամենաբարձր կետերից մեկում, սա 4-րդ տեղամասն է մեր, մենք այսպես ենք համարակալել, այս տեղամասը նա գտնվում է 2200-ից 2300 մետր բարձրության վրա։ Այս սև անգուսները հիմա արածում են այդ միջակայքում, երևի ավելի շատ մոտ 2300 մետրին, ամենաբարձրը մենք որ անցնում ենք, դա երևի 2300-ից 2400 մետր երևի բարձրության վրա, այսինքն երաշտը, որ պետք է ոչնչացրած լիներ և ոչնչացրել էր ամբողջ բուսականությունը, այստեղ չորացրել էր, երաշտից հետո, երբ որ սկսել են անձրևներ, ամենասկզբից գալիս են ուրեմն անձրևներ բավականին հաճախ և 3 օրում մեզ վրա թափվել է մի ամբողջ ամսվա լիմիտ և սկսել է վերականգնումը, նույնիսկ հիմա, այսինքն սեպտեմբերի վերջ, հոկտեմբեր և հիմա շատ լավ առիթ է ուղղակի նայել, թե ինչպես է մեզ կոմպենսացնում բնությունը։ Մեր վիդեոները նայողները գիտեն, որ մենք ստիպված ենք եղել երաշտի ժամանակ անչոր մասերի վրայով անցնել, ուղղակի թռցնել և կենդանիներին, այսպես ասած, թռցնելով հարածեցնել կանաչ կղզյակների վրա, ակնկալիքով, որ այսօր վաղը պետք է գար անձրև և բնականաբար չգիտենք, որ պետք է գա և բոլոր
եղանակային բոլոր այդ պրոգնոզները ցույց են տալիս, որ անձրև չկա։ Եվ հույսով ենք, որ դա սխալ է, հաշվարկի սխալ է, երևի շուտով անձրև կգա եւ չէր գալիս։ Եվ մենք մեջ տալով այդ մեր հիմնական արոտները կղզյակների վրայով եկել հասել ենք, ես ծվարել ենք մեր ամենավերևի ամենաբարձր կետում արոտավայրերի եւ էլ գնալու տեղ չունենք եւ երաշտը շարունակվում էր վայ մի ամիս անցավ ախր մենք ունեցել ենք 15 օրվա երաշտ ամենաշատը եղել է 18 օր ամենաշատը եղել է 20 օր լավ բայց արդեն անցել են այդ բոլոր ժամկետները եւ անձրև չկա եւ երաշտը շարունակում է եւ խստանում է այսինքն եղանակն է ավելի շոքում գիշերներն է արդեն շոկ չգիտենք ինչ անենք եւ մենք սարերում ենք եւ շոկ է եւ խոտ չորանում է տևեց 2 ամիս բոլորը ովքեր որ տեղյակ են այս ռեգիոնի եղանակից 2 ամիս որպեսի Դիլիջան ազգային պարկում ոչ մի կաթիլ անձրև չգա եւ մառախուղ չանի եւ անընդհատ երկինքը պարզ եւ արևը դաժան խփում է չորացնում է այդպիսի բան մարդիկ չեն հիշում վերջի 30 տարիների ընթացքում եւ դա պատահում է մեզ հետ եւ մեր կենթայիները սևանգուստներ նրանք սիրում են փարթամ հարոտներ նրանց համար պետք է լինի ամեն ինչ չի կարելի թողնել այս կենթայիներին սոված որովհետեւ հետևանքները կլինեն շատ խորը եւ ինչ է անում հիմա բնությունը կոմպենսացնում է ժողովուրդ ես գալիս եմ այստեղ մոտորապես մի ժամ տևեց որպեսզի մեր կենտրոնից ուսումնական եւ ծառայությունների կենտրոնից հասնենք այստեղ եւ մենք նկատում եւ արձանագրում ենք որ այն տեղերը որոնք մենք բաց ենք թողել չենք հարածեցրել խնայել ենք որպեսզի ավելի չխաթարենք երաշտի ժամանակ այնտեղ խոտը կանաչում է եւ ամբողջ վեգետացիան վերականգնվում է սա է նշանակում աշխատել բնության հետ մենք խնայեցինք բնությանը եւ ծվարելով եկանք հասանք ամենավերևի մասը որը երևի ամենակիչն էր խաթարվել եւ չորացել հիմա մեր ճանապարհին որտեղ մենք նույն հետագծով պետք է իջնենք մեր արածեցման պլանը հենց այդպես է այնտեղ ուրեմն մենք ունենք արդեն կանաչ խոտ իմջայլոց նույնը կարող եմ ասել այստեղի համար որտեղ եթե նայենք մեր ոտքի տակ կանաչ խոտը կամած բայց վերականգնվում է եւ սա կարեւոր է հատկապես անգուսների զմեռացման համար տեսեք սա իրենց ճամբարն է որտեղ մենք դնում ենք աղը հենց գետնին եւ այստեղ իրենք ճամբարում են եւ նույնիսկ ճամբարի կողքը բավականին կանաչած տեղեր կան սա հենց այդպես էլ կոչվում է վերականգնողական արածեցման տեխնոլոգիա հնարքներ ան ինչ ուզում եք դրեք ես չգիտեմ այստեղից կերևա թե չէ բայց ներքևի տեղամասը որը քիչ թե շատ ուրեմն արածեցվել էր եւ ահագին տեղեր բաց ենք թողել նա մնացել էր ուրեմն հենց այդպես երաշտի ընթացքում հետո անձրևը եկել եւ սկսել է արդեն վերականգնել մենք երևի 10-ից 15 օրից կարող ենք հանգիստ անցնել այդ տեղամասերով
դեպի հարավ, դեպի մեր ձմեռային պահուստավորված արոտավայրերը։ Չգիտեմ երևում է թե չէ, բայց այն հենց Վիշկայի կողքը տակը եւ ցախ կողմում մեր դորպերներն են, սպիտակ զարդի նման սարի դոշին, իսկ այս կողմում դանդաղ թեքեմ, որպեսզի բոլորիդ հաճելի լինի նայել, այդ տեսեք մեր սև անգուստները։ Մենք մեր հաշվարկով երևի 10-15 օր այս 4 տեղամասը կվերջացնենք ձմեռացման համար եւ անգուստների եւ տեղամասի, ինչն է կարևոր, որպեսզի մենք ամբողջությամբ վերջացնենք արոտները։ Մենք չենք արածեցնելու այս արոտները, չենք հանդիպելու մինչև մյուս տարվա հուլիս ամիսը։ Այսինքն ինչ որ մնացել է, մենք կվերջացնենք։ Չենք գեր արածեցնի իհարկե, դա չի կարելի անել, այստեղ կմնա մոտավորապես բուսածածկի 30-40%-ը ի նկատի ունեմ օգտակար բույսերի, մնացածը մենք անգուստների միջոցով կհանձենք կամ մեր լեզվով ասած կցանենք, որպեսզի մյուս տարի ունենանք ավելի զարգացած, վերականգնված, որակապես ավելի ուժեղ եւ քանակապես ավելի շատ արոտավայր։ Դա մեր աշխատանքի մասն է եւ կարևոր է պահել այս տեմպը, հատկապես սև անգուստների մայրամանկականի, որովհետեւ այս գլխականակը պետք է ձմեռացվի, այսինքն նա պետք է անցնի ձմեռվա միջով։ Տեսեք ցլերի գլխականակը, ներքևի տղաների գլխականակը ամբողջը մինչև տարվա վերջ հանձնվելու է մսի։ Եվ հիմա մենք այնտեղ աշխատում ենք, որպեսզի ստանդարտացնենք քաշաճերը, այսինքն սկզբից ամենախոշորները կգնան մթերման, հետո ավելի միջակները, այսպես ասած, կհասցվեն այդ խոշորների չափականակի, քաշի, նոր կհանձնվեն։ Իսկ մայրամանկականը պետք է անպայման ձմեռվա միջով անցնի եւ որպեսզի նա ձմեռվա միջով անցնի, այս սեզոնի ընթացքում նա պետք է լինի իր ամենա ծայրահեղ հնարավոր, ծայրագույն հնարավոր թափով քաշի եւ մայրերը եւ փոքրերը, որպեսզի կարողանան անցնեն ձմեռվա միջով։ Այլապես մենք կունենանք խնդիրներ ձմեռվա ընթացքում։ Շատերը եւ հարցեր են տալիս նույնիսկ տարօրինակ, դե բնականաբար մարդիկ չգիտեն եւ չեն առնչվել, ասենց ասեմ, չեմ ուզում ասել, չեն հասկանում։ Ես էլ լիքը բան կա չեմ հասկանում, որովհետեւ չեմ առնչվել։ Դե ձմեռը խոտ կտանք կամ կեր կտանք։ Ասում եմ բոլորին ամենայն պատասխանատվությամբ։ Ձմեռը կենթանուն կերակրելը հնարավոր չէ առանց քաշաճ կորցնելու։ Իհարկե, եթե իրեն չպետք է տակ մի վագոն, ասենք, չգիտեմ, խտացրած կեր, անհայտ ծագման, որը կուռեցնի այդ կենթանուն, մսի որակը կվատացնի, համը կչեզոքացնի, կվերածվի, դուք կունենաք մի հատ, չգիտեմ ինչ, եւ անծամելի միս կունենաք։ Ոչինչ չի պահում կենթանուն իր ֆորմայի մեջ, իր թափով քաշաճի մեջ, քանց թե արոտավայրը, նույնիսկ ձմռանը։ Ես միգուցե վաղ թե ուշ դա կբացատրեմ ավելի մանրամասն, բայց քաղաց տուկավորված խոտի մեջ պարունակում է ուրեմն սպիտակուցի մինիմալ քանակություն, որովհետև մեռած է արդեն այդ խոտը, չորացած, եւ վիտամիններն են վերացել։ Կենթանուն ողջ մնալու համար պետք է 9% պրոտեին կերի մեջ։ Չունի այդքան, յուրացվելի այդքան
պրոտեին չունի եւ հատկապես քանի որ եւ միներալներն են համարյա վերացած եւ բալանսն է խախտված վիտամինային քաղած եւ տուկավորված բաշարված խոտի մեջ կենթանիները քաշ են կորցնում եւ դա նկատելի է հատկապես անգուսների վրա նրանք պետք է արածեն ծմռանը արոտում մնացած խոտի մեջ 2 միգուցե ավել անգամ ավելի սննդակարգը ավելի բարձր է քան թե ցանկացած քաղած խոտի մեջ իսկ եթե պետք է կենթանիներին ձմեռնը կերակրեք ուրեմն հատիկային կերով ուրեմն բարով եք եկել բարով անարդյունավետ տնտեսություն այդպես չի լինի դուք չեք հասցնի այդքան կենթանիներին կերակրել պարզ պատճառով, որովհետև թանկ են այդ կերերը չեք կարող եւ մենք խոսում ենք մեծ գլխաքանակների մասին ոչ թե ասենք թե մի կենթանուն օրը 1000 դրամով կկերակրենք ինչ-որ մի ձևով կաճի կապրի հետո կտենանք ինչ կտա կհանենք կգումարենք մի բան կստանանք մենք չենք խոսում այդ մատների վրա հաշված արդյունավետության մասին կարծեմ իմ ժամանակը արդեն մոտենում է ավարտին արդեն մոտեցել է ավարտին շնորհակալություն եմ հայտնում մեզ հետևելու համար դիտելու համար եւ կտեսնվենք